Տաշիր Սամոյի իսրայելցի գեներալը աշխատել է Ալիևի համար, մատակարարել մահաբեր զենքեր և սովորեցրել դրանցով սպանել հայ զինվորներին։ Որքան էլ անհավատալի թվա, մի քանի երկրի քաղաքացի Սամվել Կարապետյանը որոշել է այս մարդուն բերել և նրանով պաշտպանել մեր անվտանգությունը։ Իսկ ով է Տաշիր Սամոյի բերած ուժեղ գեներալը։ Զվիկա Հայմովիչը 2015-ից 18 թվականներին եղել է Իսրայելի ՀՕՊ ուժերի հրամանատարը, իսկ Սիփրի տվյալներով 2016-ից 2020 թվականներին Ադրբեջանի սպառազինության ներմուծման 69%-ը եկել է հենց Իսրայելից, ներառյալ ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ և loitering munition, որոնք կարևոր դեր ունեցան 2020-ի պատերազմում։ Հենց այս զենքերով էլ սպանվեցին մեր զինվորներն ու քաղաքացիները, և այսօր մեզ ասում են, որ Հայաստանի անվտանգային համակարգի մասին պետք է խոսենք ու վստահենք այդ նույն ռազմաքաղաքական միջավայրից եկած մարդուն։ Սա պարզապես միջազգային փորձագետ բերելու հարց չէ։ Սա ազգային անվտանգության, ռազմական գաղտնիքների և պետական ողջախոհության հարց է։ Ով և ինչու է որոշել, որ Հայաստանի պաշտպանական զգայուն համակարգերին պետք է մոտենա մի մարդ, որը ներկայացնում է այն համակարգը, որն Ադրբեջանին տվեց պատերազմում վճռական առավելություն։